Խուզարկություններ, ձերբակալություններ, հրապարակված ձայնագրություններ, իրավապահները կրկին այցելել են քաղաքական ուժերի գրասենյակներ։ Ընտրությունից ընդամենը օրեր առաջ Հայաստանի քաղաքական օրակարգը կրկին լցվել է ոչ թե ծրագրերի, տնտեսական առաջարկների կամ արտաքին քաղաքական բանավեճերի, այլ քրեական գործերի ու իրավապահ գործողությունների մասին լուրերով։ Ինչպես է նույն օրը հրապարակված քարոզչական նյութակառուցության կոմիտեի կողմից հաջորդ օրը կամ նույն օրը տեղափոխվում քաղաքական քարոզչության տիրույթ։ Ինչպես են նույն արտահայտություններով իշխանության հիմնական բարձրախոսները այդ խոսույթը օգտագործելով վարկաբեկելու քաղաքական ուժերին կամ որոշակի սեպ խրելու առանձին ուժերի միջև։ Այսօր իրավապահները գործողություններ են իրականացրել Հույդա Գյումրու գրասենյակում։ Մինչ այդ հրապարակվել էին ձայնագրություններ, որոնցում հիշատակվում էին ԲՀԿ-ն ու Ուժեղ Հայաստանը։ Ընդդիմադիր ուժերը տեղի ունեցողը որակում են որպես քաղաքական ճնշում, իշխանությունը իրավական գործընթաց։ Այս մանիպուլյացիաները, որոնք կատարվում են ոչ իրավական նպատակներով, ոչ հանցագործությունների բացահայտման եւ կանխման նպատակներով, արդեն իսկ իրենց ազդեցությունը ուղղակիորեն թողել են ընտրությունների արդյունքների վրա։ Եթե թեկուզ մեկ անձ հայտարարում է, որ ինքը համակրել է այս ուժին, բայց այս հաղորդագրությունները լսելով իր կարծիքը փոխել է, սա արդեն ընտրական գործընթացի միջամտություն է։ Սակայն քաղաքական պայքարում երբեմն ոչ պակաս կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է կատարվում, այլև երբ է կատարվում։ Երբ իրավապահ գործողությունները համընկնում են ընտրական ամենաթեժ շրջանի հետ, անխուսափելիորեն առաջանում են հարցեր. ինչու հենց հիմա, ինչու հենց այս փուլում եւ ինչպես է դա ազդում ընտրական գործընթացի վրա։ Ընդդիմությունը համոզված է նպատակը քաղաքական մրցակիցներին թուլացնելն է։ Նրանց կարծիքով ընտրությունից առաջ ուժերին ստիպում են զբաղվել ոչ թե քարոզչությամբ, այլ պաշտպանությամբ, հայտարարություններով ու արդարացումներով։ Տեսնում է պարտությունը եւ պարտությունը դեմքով, ցենց առարկայական տեսնում է այս ուժերի մեջ։ Դրա համար փորձում է ամենայլանդակ մեթոդներով հարվածել, հարձակվել, վիրավորական արտահայտություններ անել, իրավապահ մարմիններին ուղարկել, քսի տալ այս ուժերի վրա եւ այսպես շարունակ։ Ժողովրդավարության մեջ ընտրությունները պետք է լինեն ոչ միայն ազատ, այլև ազատ ընկալվեն հասարակության կողմից։ Իսկ երբ նախընտրական շրջանը սկսում է հիշեցնել քրեական լրահոս, ընտրողների մի մասի մոտ անխուսափելիորեն հարց է առաջանում։ Սա բացառապես իրավական գործընթաց է, թե քաղաքական պայքարի նոր մեթոդ։ Իշխանությունների, նրանց սպասարկող ուժայինների ու քարոզչամեքենայի հիստերիան տիեզերական խելագարության է հասել։ Սարսափի մթնոլորտով, ստալինյան ռեպրեսիաներով, խուժանին ժողովրդի դեմ հանելով, փողոցային ծեծուջարդ կազմակերպելով։ 3 անգամ նույն փաստաթուղթը ստորագրելով, օդակայանից մարդ գողանալով, բանտերում ընդդիմադիրներ լցնելով, ընդդիմադիրներին կյանքի ձրկելով, լափելը կուլ դարձնելով, քաղաքացիական խռովություն հրահրելով, վարչական ռեսուրսը ճորտացնելով։ Թուրքիայից ու Ադրբեջանից աջակցություն մուրալով չես պահի իշխանություն։ Ոտքի տակ հողը երերում է, ժողովուրդը չի ուզում կործանվել, ժողովուրդն ունի պատվախտրություն, ժողովուրդն ուզում է Հայաստանի Հանրապետությունում ապրել եւ ոչ արևմտյան Ադրբեջանում։ Գնա, որ երկիրը մնա։ Ընդդիմադիրները հիշեցնում են միջազգային կազմակերպությունները տարիներ շարունակ ընդգծել են, որ ընտրական գործընթացի ընթացքում կարևոր է ոչ միայն ընտրության օրը, այլ նաև ամբողջ նախընտրական միջավայրը։ Մրցակցային դաշտը, քաղաքական ազատությունները, ճնշումների բացակայությունը եւ հավասար հնարավորությունները։ Հենց այդ պատճառով նախընտրական շրջանում ցանկացած իրավապահ գործողություն սովորաբար ստանում է ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական գնահատական։ Դա ոհմակային մոտեցում է, նորմալ է։ Պետք է ընդամենը արձանագրել, որ իշխանությունը սա անում է, որպեսզի փորձի մարդկանց մոտ առաջացնի զգացողություն, թե մենք անպարտելի ենք, այսինքն իշխանությունը անպարտելի է, բայց դա այդպես չէ, եւ իշխանությունը քանի այդպիսի վարկագիծ է դրսևորում, մենք ան զզվանք ու նողկանք է առաջացնում հենց իր հանդեպ։ Հիմա որ հասարակության հարցում կատարեք, դուք տեսնեք, որ ոնց են արդեն զզվում ողջամիտ մարդկանցից շատ-շատերը, ոնց են զզվում իրենց այդ պահվածքից։ Միաժամանակ իշխանությունը զբաղվում է ընդդիմադիր գլխավոր ուժերի առաջնորդների ունեցվածքի այսպես կոչված պետականացմամբ։ Քարոզարշավի ընթացքում բացի ձերբակալություններից ու քրեական հետապնդումներից իշխող ուժը սպառնում է մի շարք քաղաքական գործիչներից վերցնել իրենց սեփականությունը։ Ամենաթարմ օրինակը Գագիկ Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանն ու առանձնատունն են։
Փաշինյանը հայտարարել է վերցնելու է Ծառուկյանի սեփականությունները, ինչպես վերցրել է Սամվել Կարապետյանին պատկանող հեծը։ Այս գործընթացներն ըստ ընդդիմադիրների ճնշման փորձեր են, որոնք չեն հաջողելու։ Մինչ իշխանությունը վստահեցնում է, որ գործում է բացառապես օրենքի շրջանակում, ընդդիմությունը խոսում է քաղաքական ճնշումների մասին, իսկ վերջնական պատասխանը, թե այս օրերի իրադարձություններն ինչպես կգնահատվեն, ամենայն հավանականությամբ կտա ոչ թե որևէ քաղաքական ուժ, այլ ընտրողը Քվյատուփի մոտ։ Սեդա Մակարյան, Սեդա Գյուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։